Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նշում են իրենց վերջին թանգարանային նախագծերից մեկի «Միայն սիրո լարը մնաց» խորագրով թատերականացված ընթերցումների փոքրիկ Հոբելյանը։ 2024-ից սկսած Վարպետի տան հռչակավոր այգում պոետիկ ընթերցումների ու համերգային երեկոյի ձևաչափով ներկայացվում է մեր գրականության պատմության մեջ ամենահայտնի դրամատիկ եւ գեղեցիկ սիրո պատմություններից մեկը՝ Իսահակյանի երիտասարդության մեծ սիրո հուշապատումը, որի առանցքում բանաստեղծի եւ Շուշանիկ Մատակյանի նամակագրությունն է։ Նախագիծը ստեղծվել է բացառապես թանգարանի աշխատակիցների ներուժով։ Սցենարի համահեղինակներն են Ռուզաննա Մեսրոպյանը եւ Աննա Սարոյանը, եւ հեղինակային թիմին միացել են նաեւ Պարոնյան թատրոնի դերասաններ Ստեփան Զադոյանը եւ Արև Հակոբյանը։ Թանգարանը այս ներկայացմամբ կարծես հենց կենթանի գործող օրգանիզմ է, երեկո, Վարպետի այգի, կախարդական այգին, գինի, սեր ամբողջությամբ եւ սցենարը այնպես է կառուցված, որ Շուշանիկ Մատակյանի պատասխան նամակը եւ բանաստեղծությունը եւս այստեղ կան։ 1891 թվականին Ալեքսանդրապոլում տեղի ունեցած Իսահակյանի եւ Շուշանիկի հանդիպումը ճակատագրական էր եւ Վարպետը այդ գեղեցիկ զգացմունքը փայփայում էր ամբողջ կյանքի ընթացքում։ Նրանց նամակագրությունը շարունակվում է գրեթե 2 տարի՝ 1891-ից 1893 թվականների ընթացքում, որի արդյունքում մեզ են հասել Վարպետի սիրային քնարերգության հրաշալի բատառիկներ եւ այն սակավաթիվ նամակները, որ այդ դրամատիկ սիրո վկայությունն են։ Ամբողջ ներկայացման ընթացքում բացի իսահակյանական սիրերգերից հնչում են նաև Ազնավուրի հիթերի կատարումները։ Ցանկացանք կամրջել ժամանակները եւ տիեզերական երկու սիրո մեծ երգիչների ստեղծագործությունները մեկտեղել այս ներկայացման մեջ, որոնք այնքան համահուն չեն, այնքան հարազատ են մեզ, որ մի անգամից հուզում են, մի անգամից այս ամբողջ միջավայրը շրջապատը լցվում է սիրով, տիեզերական սիրով։ Շուշանիկի համաձայնությամբ սկսված նամակագրությունից ակնհայտ է, որ պոետի զգացմունքն անպատասխան չէր եւ չնայած Շուշիկի մերժումներին Վարպետի սերն աննահանջ էր։ Այդ նամակները այնքան սրտառուչ էին, նաեւ մերժումները, որոնք նրա հոգուն մեծ ցավ էին պատճառում, բայց ամեն դեպքում Վարպետը չէր կոտրվում, ինչպես ինքը իր նամակներում էր ասում, ես արերի մի արծիվ եմ եւ եկել եմ քո առաջ, հիմա դու ինձ մերժում ես, այսինքն ինքն իր արժեքն էլ շատ լավ գիտեր, արտահայտում էր։ Երեկոյի ամբողջ ընթացքում հնչող եւ համաժողովրդական սեր վայելող երաժշտական թեմաները, սիրային նամակներն ու Վարպետի ոգեշունչ կերպարը, ինչպես նաեւ նախագծի անսովոր ձևաչափը չափազանց մեծ հետաքրքրություն են առաջացնում հանդիսատեսի մոտ եւ անշլագներ ապահովում ներկայացման համար։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։